Իմ կյանքի լավ ժամանակները անցկացրել եմ գյուղում, շատ էինք սիրում տանգո պարել աղջիկների հետ։ Պարոն Կարապետյան, բարև ձեզ։ Բարև Ալիկ ջան։ Ոնց եք։ Շատ լավ, դու ոնց ես։ Միշտ ուժեղ, շնորհակալ եմ շատ։ Ոնց է տպավորվել ձեր գյուղը ձեր մեջ, ոնց եք հիշում ու ձեր մանկությունից մի քիչ պատմեք, ոնց եք սովորել ձեր ընկերների մասին, կապ ունեք ձեր մանկության ընկերների հետ միջ այսօր։ Ինչ կպատմեք, պարոն Կարապետյան, ձեր դպրոցական տարիքից, դպրոցից ոնց եք սովորել։ Ծնվել եմ գյուղում, Տաշիրի շրջանի Լեռնովիտ գյուղում։ Փոքրուց ինձ թվում էր, որ մեր գյուղը աշխարհի ամենասիրուն վայրն էր։ Փոքրուց շատ էի սիրում մեր գյուղը։ Որ մեծացա, ես 15 տարեկանից արդեն գնացի սովորելու Երևան, բայց միշտ ամեն օր հիշում էի իմ կյանքի լավ ժամանակները անցկացրել եմ գյուղում իմ մանկական ընկերների հետ, դասընկերների հետ, մինչև այսօր բոլորս համախմբված իրար հետ անցնում ենք կյանքի դժվարությունները։ Դպրոցում շատ հետաքրքիր էր, որտեղ դասարանում 10 տղա 20 աղջիկ էին։ Դա հնարավորություն էր տալիս շատ հետաքրքիր դպրոցական կյանք ունենալ։ Արդեն 7-րդ դասարանից հետո մենք հավաքվում էինք դասարանի տղաներից մեկի տանը եւ բոլորիս ամենասիրած երաժշտությունը այն ժամանակ Բոնիեմներ, Աֆրիկ Սայմոններ ու Ծախ Հարութի երաժշտությունների տակ շատ էինք սիրում տանգո պարել աղջիկների հետ։ Ինչ վերաբերվում է սովորելուն, առաջի դասարանից մինչև 10-րդ դասարան բացարձակ գերազանցիկ էի։ Մի հարց, պարոն Կարապետյան, ես շատ լավ գիտեմ, որ կարճադոշը ձեր համար շատ մեծ նշանակություն ունի եւ գիտեմ, որ ամեն տարի ամռանը դուք պարտադիր գոնե մեկ անգամ ձեր հարազատների, ձեր ընկերների հետ, ձեր ընտանիքի անդամների, ձեր ընտանիքի ընկերների հետ անպայման գոնե տարին մեկ անգամ հավաքվում եք կարճադոշում։ Խնդրում եմ, ասեք, ինչ է կարճադոշը եւ ինչ նշանակություն ունի ձեր եւ ձեր ընտանիքի համար։ Երկու շատ սիրած վայր ունեմ ես մեր գյուղում, առաջինը կարճադոշն է, երկրորդը մենք ունենք բլուկսար ենք ասում։ Հա։ Ու ամենահետաքրքիրն է, որ երկու սարերի գագաթին էլ կան մատուռներ, որոնք ունեն իրենց լեգենդները, իրենց պատմությունները, բայց դա արդեն մեծ տարիքի ժամանակ մենք հասկացանք այդ մատուռների նշանակությունը թե մեր գյուղացիների համար, թե ընդհանրապես տաշիրցիների համար։ Դրա համար դու տեսել ես կարճադոշի գագաթին, մենք կառուցեցինք փոքր եկեղեցի ու հիմա ամեն տարի հունիսի 17-ին այդ եկեղեցու ու կարճադոշի օրը նշում են ամբողջ շրջանով, նույնիսկ Վանաձորից են գալիս, Ստեփանավանից են գալիս մեծ միջոցառումը։ Ես մի փոքր գաղտնիք ձեր թույլտվությամբ կբացեմ, որ մեր հայրենակիցներն իմանան, որ դուք ամեն տարի ամռանը ոտքով միջև բլուկսարի գագաթ բարձրանում եք։ Իրոք, բայց դա վերջի տարիներն է, դպրոցական տարիներին հայրս դպրոցի դիրեկտորն էր, մենք ունեինք օր, որ ամբողջ դպրոցը պետք է բարձրանար բլուկսարի գագաթը, բայց դա շատ դժվար բան էր։ Դրա համար ես ամեն տարի փորձում եմ դա անել ու դրանով գնահատում եմ ռեալ իմ մարզավիճակը, որովհետև շատ դու տեսել ես ինչքան դժվար սար է, ինչքան դժվար է բարձրանալ այդ սարի գագաթը։ Պարոն Կարապետյան, ձեր ընտանիքը, Կարապետյանների ընտանիքը բոլորը գիտեն, որ շատ հայտնի է որպես
ավանդական մեծ հայ ընտանիք, մեծ հայ օջախ։ Խնդրում եմ, կասեք ոնց եք ստացել այդ մոդելը, որն է այդ մոդելը, եւ խնդրում եմ մեզ եւ մեր երիտասարդներին խորհուրդ տալ, ոնց գալ այդ մոդելին ու եւ ոնց պահել ավանդական ճիշտ ընտանիքը։ Մենք երկու եղբայր, երկու քույր ենք։ Իմ ծնողները մանկավարժներ էին, մեզ դաստիարակում էին մեր ավանդական արժեքներով։ Փոքրուց մենք արդեն հասկանում էինք ինչ է հայրենիքը, ինչ է ընտանիքը, ինչ է ընտանիքի համախմբվածությունը։ Ես գտնում եմ, որ ընտանիքը պետության հիմքն է։ Համախմբված ընտանիքներով մենք կունենանք ուժեղ պետություն, ուժեղ ժողովուրդ։ Դրա համար մենք ձգտելու ենք դրան։ Աստված առաջ։ Համոզված եմ, որ այդպես էլ կլինի։ Վստահ եղեք, պետք է ունենանք համախմբված, միասնական ուժեղ ժողովուրդ, ունենանք ուժեղ հայրենիք։ Շնորհակալ եմ շատ։